Գրքում ամփոփել ենք 10-15 տարվա գիտական աշխատանքի արդյունքները, ներկայացված է 181 սորտ և Հայաստանում աճող նաև վայրի խաղողը։ Այդ թվում 117 տեղացին և 56 սելեկցիոն սորտ, որոնցից 50-ը առաջին անգամ է ներկայացվում, քանի որ պահպանվել էին միայն հին այգիներում, այն էլ 1-2 վազի տեսքով։ Խաղողի մշակության 6000-ամյա հարուստ պատմությունը փաստող մեր երկրի սորտային բազմազանությունը Քրիստինե Մարգարյանն ու գիտական թիմը ամփոփել է Հայաստանի խաղողները աշխատությունում։ Յուրաքանչյուրը գինեգործ թե խաղողագործ, թե հենց գիտության մեջ աշխատող անձ կգտնի իր հուզող հարցերի պատասխանը։ Ու գիրքը ստեղծելուց առաջնորդվել ենք խիստ գիտական մեթոդաբանությամբ, բայց արեցինք ամեն ինչ գրքի դիզայների հետ, որ հայկական մշակույթը ու ոգին ներդնենք և գեղագիտական նաև հաճույք ստանա ընթերցողը։ Գիրքը մինչև այժմ տպագրված ամենամասշտաբային աշխատանքն է, ներառում է յուրաքանչյուր սորտի գենետիկական ու ֆենոտիպային անձնագրերը։ Արդյունքում սորտերը կոդավորվել են, գրանցվել միջազգային տվյալների բազայում և դրանց ծագման երկիրը պաշտոնապես ամրագրվել է Հայաստանի Հանրապետությունը։ Դա մի քանի նպատակի է ծառայում։ Առաջինը, որ որևէ այլ երկիր հավակնություն չունենա, որովհետև գենետիկայի ծանդին ավելի ճշգրիտ գիտություն չի կարող լինել։ Երկրորդը, որ կարողանանք փաստաթղթավորել վերջապես հաջորդ սերունդների համար։ Ավագ Հարությունյանը հիշեցնում է, հայկական խաղողի սորտերի առաջին համակարգված ուսումնասիրությունը կատարվել է դեռ 1947 թվականին, ամփոփելով 1830-ականներից սկսած հայ և արտասահմանցի գիտնականների դաշտային ու լաբորատոր հետազոտությունները։ Սակայն գործընթացը կիսատ է մնացել, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո հարևան երկրները կատարելով նույն աշխատանքը, հայկական որոշ սորտեր պաշտոնապես վերագրել են իրենց։ Բացի այդ, սեփականաշնորհման տարիներին կորել են ամենահին խաղողի այգիները, ամենամեծ կորուստը 1200 սորտով հավաքածու այգիներ, և այս ֆոնին նման մասշտաբային աշխատանքը ոչ միայն գիտական քայլ է, այլև ազգային արժեքի փաստագրում, վստահեցնում է Հարությունյանը։ Հայոց ամպելոգրաֆիայի մեջ երկու կարևորագույն իրադարձություն է տեղի ունեցել, մեկը 1947-ին, մյուսը այսօր։ Առաջին անգամ փորձ արվեց մոռացությունից հանել մեկ, փրկել երկուս և որը առավել կարևորը գտնել նոր սորտեր։ Եվ խումբը շարունակում է իր աշխատանքը։ Գուցե Քրիստինեն գլխի չի ընկնում ինչքան մեծ կարևոր գործ էր, բայց պատմությունը ցույց կտա, որ սա շրջադարձային կետ էր։ Գրքում ներկայացված է 181 սորտ, սակայն ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է շուրջ 500-ը։ Կազմվել է նաև ատլաս և գենոմային կառուցվածքի հիման վրա ներկայացվել Հայաստանի խաղողի ֆիլոգենետիկական ծառը 3 գույնով։ Կապույտ գույնով նշված են արդեն հայտնի սորտերը, իսկ կարմիր գույնով նշված են դեռևս անհայտ սորտերը, որոնց ծագումը պետք է ուսումնասիրենք, ծնողական ձևերին գտնենք և վերջապես անուն տանք, իսկ կանաչ գույնով նշել ենք վայրի խաղողը, ցույց տալու, որ գենետիկորեն ինչքան տարբեր կարող են լինել։ Մարգարյանը վստահեցնում է, գիրքը դառնալու է գիտական կամուրջ խաղողագործի և գինեգործի միջև, քանի որ ներկայացված տասնյակ սորտերն ունեն շատ ավելի մեծ ներուժ, քան այժմ մշակվողները։ Ցավով է նշում, դրանց մոտ 90%-ը վտանգված է, իսկ որոշ տարածաշրջանների սորտային կազմը անտեսված։ Հասարակությունը տեղեկացված չէ, ինչ ֆանտաստիկ սորտեր են աճում Սյունիքում, որտեղ ինքը երբևիցե որպես խաղողագործական շրջան հայտնի չի եղել։ Եվ այս գրքի միջոցով փորձում ենք ծանոթացնել ընթերցողին այն հարուստ գենետիկական կենսաբազմազանությանը, որ մենք ունենք բնությունից։ Այս բացառիկ բազմազանությունը հաշվի առնելով գիտական թիմը կշարունակի հայկական խաղողի սորտերի վերականգնումն ու վերածնունդը։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։